են մարդուն 2 ամսով կանայքի տանելու, պարոն Եղոյան։ Ընդհանրապես ինչ է։ Իրավապահ մարմինների այդ հոդվածը ինչի համար է գրված։ Այդ հոդվածը ինչի համար է քրեական օրենսգրքում իշխանությունը զավթելու կոչերը ինչի համար է գրված։ Իշխանության գալիս են քաղաքական ճանապարհով, ճիշտ է։ Չէ, ընտրություն, քաղաքական ճանապարհ, ընտրություն, ցույցեր, երթեր, քվեաթերթիկ, ԿՀ-ում արդյունքների հրապարակում եւ իշխանափոխություն կամ իշխանությունների վերընտրություն։ Հիմա եթե մարդը ասում է քաղաքական պրոցես չէ, այլ ձևով կանենք։ Քաղաքական պրոցեսից բացի մնացած բոլոր ձևերը, եթե խոսում ենք իշխանության գալու մասին, հա, եթե խոսում ենք իշխանության գալու մասին, հակաօրինական են։ Միակ ձևը քաղաքական պրոցեսն է։ Դե դուք եք ասում։ Այդ ձեր իմ ընկալմամբ այո։ Իսկ եթե դա այդպես չի, նույնց եմ ասում, հենց հիմա կարող է հայտարարություն տարածել մարդը, որ ինքը դա չի նկատի ունեցել։ Հիմա պատկերացնում եք, ես էլ սկսեմ նման երկիմաստ հայտարարություններ անել, օրինակ, չգիտեմ, ձեր մասին տենց հայտարարություններ անեմ, ձեր լրագրողների մասին էլ չէ, քրեական օրենսգրքում հոդված կա, լրագրողի գործունեությանը խոչընդոտելը։ Ու անպայման չի բռնեն ֆիզիկապես խոչընդոտեն։ Հազար ու մի ձևով կարող են լրագրողի աշխատանքը խոչընդոտել եւ դուք այդ մասին բարձրաձայնում եք, չէ, գրում եք։ Եվ մարդիկ պարզաբանում են, որ չէ, չեմ խոչընդոտել, այլ բան եմ նկատի ունեցել։ Ինքն էլ թող պարզաբանի, ինչ խնդիր կա։